Վահրամը տաքսիստ է, Պետերբուրգում է աշխատում, դժգոհ չէ, վատ չի վաստակում, բայց հիմա լսել է ռուսական խստացումների մասին ու անհանգիստ է։ Այդ ցավը տանեմ, ես սովորական տղա, տաքսի եմ քշում, տունս պահում, Եվրամիություն, Ռուսաստան ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ աշխատեմ, իմ փողն առնեմ, ինչ են սենց բարդացնում։ Ռուսաստանը տարբեր խողովակներով ամեն օր մի խստացման մասին է բարձրաձայնում։ Մեկ փորձագետների լեզվով է տնտեսական սանկցիաների սահմանափակումների մասին գրում, մեկ քաղաքական գործիչների։ Ռուսաստանում կարող են արգելել միգրանտներին աշխատել տաքսի ծառայություններում եւ հիվանդանոցներում։ Արդար Ռուսաստան կուսակցության ղեկավարը ասել է, այս կուսակցությունն ի դեպ ռուսական ընդդիմադիրներից է համարվում, բայց վերահսկելի ընդդիմադիրներից առանձին տեղեկություններով հենց Կրեմլից վերահսկվող։ Միրոնովը պատճառաբանել է, թե միգրանտները հաճախ ռուսերեն լեզվին չեն տիրապետում, իսկ օտարերկրացի վարորդները չգիտեն քաղաքը եւ խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։ Միգրանտներին պետք է արգելվի աշխատել սոցիալական ոլորտներում, շատ շրջաններ արդեն իսկ մտցրել են նման սահմանափակումներ, նրանք անելիք չունեն կրթության ու առողջապահության ոլորտներում, ինչպես նաև մեր քաղաքացիներին տաքսիով փոխադրելու գործում։ Օգոստոսի 1-ից Մոսկվան գործարկել է նաև խստացումների հարկային հատվածը։ Միգրանտը հարկը չվճարեց, ավտոմատ կզրկվի լիցենզիայից։ Այստեղ սև ամպերը մաքրուհիների, դայակների, նոտարների, փաստաբանների գլխին են։ Իսկ Միրոնովն առաջարկել է ընդհանրապես վերացնել արտոնագիր տալու համակարգը, որովհետև ըստ ռուս պատգամավորի միգրանտները հաճախ արտոնագիր են ձեռք բերում, սակայն դրանից հետո չեն աշխատում։ Նա առաջարկել է նաև արտերկիր փող փոխանցելիս միգրանտների համար հարկ սահմանել, յուրաքանչյուր բանկային փոխանցման համար 3%։ Հայ միգրանտները սա ողջամիտ չեն համարում։ Փոխանցելուց էլ տոկոս բան են պահելու մեզնից, ես եկել եմ աշխատեմ, տունս պահեմ, փոխանցեմ, չի լինի, չփոխանցեմ, չի լինի։ Օգոստոսի 5-ին Մոսկվան հաստատեց նաև կարգավորումը, որը ընդլայնում է տեղն ու տեղը արտաքսում ենթադրող վարչական իրավախախտումների ցանկը։ Օրինակ, մարդու կարող են արտաքսել երկրից ճանապարհային երթևեկության կանոնների տարրական խախտման համար։ Մի քանի անգամ ավելացրել են փաստաթղթերի ձևակերպման վճարները։ Ժամանակավոր կացության կարգավիճակի ձևակերպումը 6000-ից դարձել է 30,000 ռուբլի, իսկ քաղաքացիության ընդունումը 50,000 ռուբլի։ Միգրանտների տեղաշարժը վերահսկում են հատուկ բջջային հավելվածների միջոցով։ Ամինահավելվածը իրավապահներին շուրջօրյա է փոխանցում միգրանտի գտնվելու վայրը, ու եթե նա 3 օր չթարմացնի տվյալները, ավտոմատ կհանեն հաշվառումից ու կվտարեն երկրից։ Եվրամիությունն ու Ռուսաստանը գալիս արտակազմման մեջ են։ Անունը կարող գնать հիբրիդային պատերազմ Ուկրաինայի տարածքում։ ԵԱՏՄ-ի անդամ երկիր է, որը ԵԱՏՄ-ի մնացած համակարգերի մեջ ասի, չէ, ես Եվրամիության հետ գնում եմ ջերմ համագործակցության, ապա ինտեգրվում եմ։ Եվ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շարժիչ ուժը Ռուսաստանն է, հիշեցնում է մասնագետը։ Երկու կառույց էլ մեկ որոշակի պահանջ ունեն՝ հանրաքվեով հաստատել, թե որ վեկտորի կողմնակիցն է հայ ժողովուրդը։ Հայկական կողմում սա ոչ բարեկամական գաղափար չեն համարում, ավելին ըստ Նիկոլ Փաշինյանի դա հայկական կողմի գաղափարն է։ Պարզապես այս պահին աշնանային ձմեռային քաղաքական սեզոնը Հայաստանի համար կարծես մտնելու է բացահայտ առճակատման եւ կոշտ որոշումների փուլ, որտեղ անվտանգային ճարտարապետության եւ տնտեսական ինտեգրման խնդիրները մոտենում են վերջնական հանգուցալուծման։ Հիշեցնենք, որ փաստացի Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը 2023 թվականի սեպտեմբերից։ Վիկտոր Բիագովի հետ կանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ 2024 թվականին Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ։ Երևանի կարծիքով կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցումը պայմանավորված է նրանով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-22 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները։ Խոսքն այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական կողմի հարձակումների մասին էր։ Ակնհայտ է, որ նոյեմբերյան ՀԱՊԿ-ի նստաշրջանն ու դեկտեմբերյան ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի արտաքին քաղաքականության համար վերածվելու են դասական ճշմարտության պահի։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը։ Նա ասել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակեն առաջիկա ամիսներին։ Ըստ Փաշինյանի, նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է։ Նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է,
Ոչ միայն այն պատճառով, որ դեռևս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը եւ հայտարարել դրա մասին, այլև հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, քվեարկել են նաեւ այդ օրակարգի օգտին։ Հայաստանը կարող է կորցնել միջազգային երկաթուղային ցանցին միանալու պատմական հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների պատճառով միջազգային ներդրողները եւ բեռնափոխադրողները ռիսկ են տեսնում Հայաստանի երկաթուղուց օգտվելու մեջ։ Հատկապես խնդրահարույց է երասխ ախուրիկ հատվածը։ Ներդրողները նույնիսկ փորձում են գտնել ուղիներ այն շրջանցելու համար։ Եթե դա տեղի ունենա, Հայաստանը կարող է կորցնել մեծ եկամուտներ։ Ռուսական կողմը Հայաստանի երկաթուղիները կարող է փոխանցել Հայաստանի Հանրապետությանը կամ երրորդ կողմի, նշել է Փաշինյանը ու հավելել, որ կան ընկերություններ, ովքեր պատրաստ են $400 միլիոն վճարել դրա դիմաց։ Որևէ ներդրող չի կարող գնալ ուղակի որևէ երկրի երկաթգիծ ձեռք բերել ներդրում կատարել հետագա շահույթ ակնկալելով։ Որպես կանոն դրանք շատ երկարաժամկետ հետ գնում ապահովող ներդրումներ են։ Ինչա սա ենթադրում։ Ովքեր որ տարածաշրջանում ճանապարհային վերահսկողություն են իրականացնելու, ապա նրանց ներդրողները կամ այդ պետությունը միջնորդավորված են ձեռք է բերում։ Մենք գտնվել ենք Ռուսաստանի ազդեցության գոտում, դրա համար ռուսական կառավարման է հանձնված։ Արդեն կա համոզմունք, որ Հայաստանը տարվում է դեպի Թուրքիայի ազդեցության գոտի, ենթադրվում է, որ երրորդ երկիր ասվածը Թուրքիան է կամ Թուրքիայի որևէ ներդրող։ ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության առաջիկա տարիների ծրագիրը։ Փաշինյանը իր ելույթում նշել է, որ հեղափոխության կիսատ մնացած օրակարգը ավարտին են հասցնելու աստիճանաբար։ Ինձ համար մեծ պատիվ է կառավարության ծրագրի ներկայացման այս առիթով վերահաստատել իմ կառավարության եւ կառավարող մեծամասնության նվիրվածությունը 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության օրակարգին, որը 2026-2031 թվականներին պետք է հասնի իր լրումին։ Իսկ որն է հեղափոխության օրակարգը։ Արդարության միջավայրի հաստատումը, անպատժելիության եւ օլիգարխիայի բացառումը, ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը եւ ժողովրդին, հանրային լայն հնչեղության հանցագործությունների բացահայտումը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը, կոռուպցիայից զերծ պետության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, թափանցիկ եւ մասնակցային կառավարումը։ Գրեթե ամեն շաբաթ Բարեկային ծառայությունը ներկայացնում է ամփոփ տեղեկություն, այդ թվում ճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այսքան ալկոհոլ օգտագործած վարորդ է տունգանվել, այսքանը զրկվել վկայականից եւ այլն։ Ընդհանուր առմամբ Հայաստանում ճանապարհներին իրավիճակը փաստացի չի փոխվում։ Այդ հանգամանքը ունի մի քանի պատճառ, որոնցից գլխավորը ըստ փորձագետների կրթական ցածր մակարդակն է։ Եվ ահա ներքին գործերի նախարարությունը քննարկում է վարորդական իրավունքի տրամադրման նոր կարգ, որի դեպքում քաղաքացիները վարորդական իրավունքի վկայականի համար քննությանը մասնակցելու հնարավորություն կունենան միայն ավտոդպրոցում ուսուցում անցնելուց հետո։ Ավտոդպրոցում կրթություն ստանալուց հետո ընդհանուր մինչև եթե տեսականին մասնակցությունը թույլատրվի գործնական դասեր անցնելուց հետո դրանով հերթերը կկրճատվեն այն պատճառով մարդիկ կգնան տեսական քննությանը ավելի պատրաստ, քանի որ երբ որ դու գործնական վարել գիտես, քո տեսականում սովորածը արդեն դառնում է ոչ թե անգիր արված թեստեր, այլ գործնականում կիրառելի գիտելիք։ Նախարարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ոլորտի մասնագետների հետ, քննարկելով ավտոդպրոցների լիցենզավորման հնարավոր պահանջները եւ նոր համակարգի ներդրմանն ակնկալվող արդյունքները։ Նախ պետք է որոշվի այդ լիցենզավորման կարգը։ Այստեղ կարևորագույն նախապայմանն այն է, որպեսզի լիցենզավորումը չվերածվի մերոնք-ձերոնք խաղի, որի հետևանքով դաշտում հնարավոր է մնան փոքր թվով խաղացողներ։ Այսինքն բարեխիղճ ձեռնարկատերերը պետք է կարողանան շարունակել իրենց գործունեությունը։ Դա միայն հնարավոր արդար եւ ճիշտ ճանապարհ կլինի, եթե ավտոդպրոցները նախապես լիցենզավորվեն եւ որակավորվեն։ Այսպես ասած, ներքին գործերի նախարարությունը լիցենզավորման ու որակավորման միջոցով կֆիլտրի որակով կրթություն ցույց տվող ավտոդպրոցներին, որով նաեւ գուցե բացառվի սերտիֆիկատների կամ հավաստագրերի վաճառքը, որպեսզի մարդիկ մասնակցեն գործնական քննության։ Այդ լիցենզավորման համար պահանջվող պայմանները մշակելուց
այնց չանեն, որ մենակ իրանց ուզած շատ փոքր թվով ընկերություններ մտնեն դրա տակ։ Ինչ որ օլիգոպոլ վիճակ ստեղծվի, իրար հետ պայմանավորված սկսեն արհեստական գներ բարձրացնել, դա ներկայացնելով, որ լրացուցիչ ծախսեն անում sense ինչ-որ բաներ էլի։ Հաջորդ խնդիրը բուն քննության process-ն է, կա տարբերակ, որ վկայական ստանալու համար հանձնվող քննությունը նորից կմնա ներքին գործերի նախարարության գործառույթների տիրույթում, եւ տարբերակ կա, որ դրանով զբաղվի մասնավորը նախարարության վերահսկողությամբ։ Այստեղ ամենակարևոր նախապայմանը դպրոցում սովորելու հավաստագրի վաճառքի բացառումն է։ Առաջի մտավախությունը բանն է, որ նորմալ վերահսկողություն չեն կարողանալու իրականացնել լուսա լինելու է ածեխասմոտրի կետերի նման, որ ճիշտի համար վճարումն անում են, թուղթը վերցնում են, ոչ մի բան չեն ստուգում։ Եթե մարդը ինքը չի պահանջում, ոչ մի պայծառությունը չեն մատուցում։ Այսինքն առաջի խնդիրն է տալնելու, որ չլինեն այնպես դեպքեր, որ մարդիկ պրոֆիտ փողը տան, ասեն գրի, որ ես կոմոդ եկել եմ ու բրծնեն։ Թեկուզ տեսաձայնագրում կլինի պարտադիր ու իրանք կնայեն, մինչև ուսանողին տեղում չեն հայտնի որոշումը, կգնան վիդեոն կնայեն, տեղում կփոխանցեն, կասեն ստացավ, այսինքն թեկուզ եթե պատվիրակի ավտոդպրոցի, միության կամ ցանկացած այլ բանի, միևնույն է վերջնական որոշումը վստահաբար ՆԳՆ-ն ինքը կկայացնի։ Ներկայում բազմաթիվ արհեստավարժ վարորդներ երթևեկության գործնական պարապմունքներ են անցկացնում քաղաքացիների համար եւ դրանց արժեքը բավականին մրցունակ է։ Ենթադրվում է, որ նոր լիցենզավորման process-ից հետո նրանք կամ ստիպված կլինեն ներդրումներ անել եւ ստեղծել ենթակառուցվածքներ կամ ընդգրկվել այս կամ այն ավտոդպրոցի անձնակազմում։ Մի քանի ամիս է Արտաշատ քաղաքի փողոցներից փոշին անպակաս է։ Պատճառը հիմնականում Արտաշատի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի զինկոմիսարիատի հարևանությամբ Միասնիկյան Մարքսի փողոցներում ընթացող շինաշխատանքներն են, որոնց ավարտն այդպես էլ չի երևում։ Եվ լուրջ դժգոհություն է առաջանում քաղաքացիների, ինչու՞ չէ նաև վարորդների մոտ։ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքների մեկնարկից տեղացիները ոգևորվել էին։ Վստահ էին դրանց ավարտից հետո ավելի բարեկարգ ու կոկիկ փողոցներ են ունենալու, բայց հիմա էլ ասում են 6-7 ամիս է, որ ասում են մատը չեն խփում։ Մարզպետարանի դիմացն է։ Այստեղ նույնպես անվտանգության ոչ մի կանոն պահպանված չի, լուսային փարոսիկներ, հատուկ ցուցանակներ, ոչ մի բան չկա։ Փորված փոսերից որոշներում նաև հակասանիտարական վիճակ է։ Այս ամենին վերջ տալու համար տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին են դիմում հուսալով, որ գործն ի վերջո առաջ կգնա։ Ի դեպ հիմնանորոգվող այս փողոցներում նույնիսկ անվտանգության կանոնները պահպանված չեն։ Սա խնդիր է։ Մասից խոշորացված համայնքի Հովտաշատ բնակավայրը 20 օրից ավելի է զրկված է ջրից։ 250-ից ավելի բնակիչ, այն էլ այս շոքին ապրում են անմարդկային պայմաններում։ Տարական կենցաղային հարցերը լուծել չեն կարողանում։ Ես ինչ օրնա գծած մեզ 85 տարեկան կնիկ եմ, ես 3 շաբաթ ջուր չունեմ։ Այս ինչ անեմ, լավ։ Մեր հին խմելու ջուրն է, 2 տարի առաջ են քաշել այս ջուրը։ Հա։ Եկան այս հողերը հանեցին, որ ասֆալտը պատում անեն այստեղ։ Ու լա անում են։ Եկան դրին ջարդեցին, տրուբեկը սաղ ջուրը կդրեցին։ Հիմա ջուր էլ չունեք։ Ունենք ջուրը 22 օր ջուր չունենք։ Տրուբեկը ջարդած ասում են դու պետք է առի, բայց մենք խողովակները իրանք են չէ ջարդը, իրանք են տրակտորները ջարդում, ո՞նց է ժողովուրդը։ Տրուբեն ջարդած ասում են խողովակներ դու պետք է առի։ Նախկինում ջրի խողովակները եղել է կանոնավոր ժողովուրդը ջուրը ոչինչ էլի ստացել են։ Խմելու ջուրն այս բնակավայրի միակ խնդիրը չէ, կոյուղի ու գազ էլ չունեն։ Մինչդեռ գազախողովակները տեղադրելու համար փոսերը փորվել են։ Բնակիչներն ասում են Արարատի ԳԳՄ-ի աշխատակիցներն են աշխատանքները կատարել, հետո թողել են այդպես ու հեռացել։ Դրա պատճառով շրջափակման մեջ են հայտնվել։ 10 անգամ դիմել են, բայց սայրը տեղից չի շարժվում։ Գազի, կանազացիայի, ամեն ինչի, ջրատարի, ամեն ինչի հեկտարեր գազը քաշածելը չեն։ Զայրացած են Հովտաշատում իրենց հանդեպ սրտացավ ու բարեխիղճ վերաբերմունք են ակնկալում։ Պատասխանատուներից էլ պահանջում են գալ ու տեղում ծանոթանալ իրենց ապրելակերպին։ Հակառակ դեպքում պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների։